Նահատապանում հյուրընկալել եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, աստվածաբան, հայագետ Հայկ Կիրակոսյանին։ Պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ դուք ասացիք, որ պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ եկեղեցու եւ իշխանության միջև անդունդը խորացել է։ Հիմա ինձ հետաքրքիր է պատմության ընթացքում եղել է դեպք, երբ Բարսաշճան հոգևորականը պետական հեղաշրջման կոչ է հնչեցրել եւ դրա համար դատապարտվել ազատազրկման։ Եվ եթե չի եղել, ապա այսօր սա ինչի մասին է խոսում մեր բարոյահոգեբանական նկարագրի համատեքստում։ Իրականում անդունդի խորանալուց սկսենք, այդ անդունդը սովորաբար գիտակցաբար կամ անգիտակցաբար խորացնում են։ Ինքն իրեն անդունդներ թերևս միայն բնության մեջ են առաջանում, իսկ հասարակական ինստիտուտների կառույցների պարագայում դա սովորաբար երկկողմանի գործընթաց է։ Եվ եթե փորձենք համաշխարհային կամ զուտայկական անալոգներ, համարժեքներ գտնել, ինչի՞ չէ, նույն ավարայրի ճակատամարտի նախորդին քաղաքական տարբեր ուղղություններ կային եւ եկեղեցականների կոչը ապստամբելու, դուրս գալու, պատերազմելու թեկուզ արտաքին թշնամու դեմ, մեկ այլ քաղաքական ուժի կողմից կարող էր դիտվել նաեւ ներքին անհնազանդության հեղափոխության փորձ։ Գալով մեր օրեր, իհարկե, ռեպրեսիայի շրջանում, խորհրդային շրջանում եկեղեցականներին ամենատարբեր պիտակավորումներով իհարկե ազատազրկել են կամ ընդհանրապես ոչնչացրել են, հավանաբար կլինեն նաև քաղաքական հեղաշրջման, հակակոմունիստական, այսպիսի պիտակավորումներ, բնութագրեր եւս։ Իսկ գալով մեր օրեր ուղղակի անկարելի է եւ իրենք էլ հրաշալի գիտեն գործող իշխանությունները այս ամեն ինչի մեջ քաղաքական ենթատեքստ չտեսնել։ Սա սահմանադրական իրավական խնդիր չէ, շատ իրավունքի մասնագետներ այդ հարցում ինձանից ավելի գիտակ ասում են, որ այդ կոչը կամ այդպիսի խոսույթը ինչ հետևանքների է բերել, արդյոք ինչ որ բան տեղաշարժ եղել, արդյոք կա կազմակերպված հեղաշրջման սահմանադրական ինչ որ հակասահմանադրական արարքների փորձ, թե ոչ։ Ուղղակի տեսնելով, որ սրբազանները ունեին համակիրների ստվար բանակ, ես չեմ ուզում իրենց կապել նախկին ներկա որևէ քաղաքական օղակների հետ, թեպետ նման բաներ էլ գուցե կան, այնուամենայնիվ ազգային որոշ ուժեր, շատ գիտակից, հատկապես երիտասարդների ներկայացուցիչներ, որը միշտ մտահոգիչ է ցանկացած պետական իշխանության համար, համակրում էին այս անձերին որպես հայ գործիչներ, ազգային գործիչներ, եկեղեցական գործիչներ, եւ սա աչք վախացնելու, մատ թափ տալու ժեստ է եկեղեցու վրա ընդհանրապես, որը շատ լավ գիտակցում են միայն զուտ Հայաստանի Հանրապետությունով սահմանափակվող կառույց չէ, այլև Սփյուռքում իր օջախներն ունի, եւ այսպիսով ամենակայացած կառույցներից մեկի հանդեպ իշխանությունը ցույց է տալիս մի բան, որ բոլորն էլ գիտեն, այսինքն մենք հիմա թեոկրատական երկրում չենք, կամ պապական իշխանության ժամանակը չի, որ եկեղեցին նաև լինի դատական իշխանությունը, բոլորիս համար պարզ է, որ պետական իշխանությունը ձեռքը կարող է հասցնել եւ բիզնեսմեններին, եւ եկեղեցականներին, եւ մշակութային գործիչներին, սա ճնշում է եւ անհետևանք իհարկե չի մնալու, որովհետեւ բավական է նույն եկեղեցու կողմից դատական հայց ներկայացվի այդ մեր պետության դեմ, որ այսպիսի անօրինական բաներ են տեղի ունենում, մարդուն առել են կալանքի տակ, այսինքն չեն առել կալանքի տակ 2 տարի ազատազրկում, այո, եւ պիտի մի հատ վերհանվի արդյոք այս 7-8 տարիներին երբևէ նման Facebook-յան գրառումներ, հմեկի եթերից հնչեցված նման խոսույթներ կամ այլ օղակներից նման բաներ չեն եղել։ Ուրեմն բոլոր ընդդիմադիրներին, բոլոր մտավորականներին, սկսենք դրանից, պետք է բռնել եւ ազատազրկել առնվազն 2 տարի։ Խոսքը մի բան է, իրենք հայոյանքի վրա էլ դրեցին ինչ որ դույժեր բաներ, մենակ հայոյող բլոգերներն են այսօր առաջնային ռեյտինգներ հավաքում եւ իրենք հենց հայոյախոսության ամենավառ օրինակն են։ Հետևաբար սրան բացի աչք վախացնելուց այլ բան պետք չէ սրանում տեսնել, եթե կա իրական հիմք, որ մարդը փորձել է հեղաշրջում իրականացնել, սահմանադրություն տապալել, դա պետքա պատշաճ ներկայացվի, ոչ թե ասվի, այսպիսի բան է ասել։ Դուք օյախ ժամանակ էլ եք ավելի, չհարփած ժամանակ էլ ավելի վատթար բաներ եք ասում։
այնպիսի բաներ, որոնք բերում են պատերազմի, այնպիսի բաներ, որոնք բերում են պատերազմի ուրեմն պարտության, քաղաքական պարտության նախ եւ առաջ ոչ թե ռազմական, ձեր խոսույթը ավելի վտանգավոր է, քան որևէ կոչ, որ կարող է հնչել եւ այդ կոչը հետպատերազմական շրջանում իրավունք ունի հնչելու նման կոչեր։ Պարոն Կիրակոսյան, որ խոսույթն եք համարում պատերազմ հրահրող։ Մենք գիտենք, որ այդպիսի մեղադրանք այս իշխանության հասցեին հնչում է, ամենավերջին մեղադրանքը հենց այդ բովանդակությամբ հնչեցրեց առաջին նախագահ, մասնավորապես ասած, երբ որ դուք հայտարարեցիք Արցախը Հայաստանը եւ վերջ, դուք հրահրեցիք պատերազմ։ Հիմա դուք եք համարում, որ դա է եղել պատերազմ հրահրող բովանդակություն։ Ես կարծում եմ դա ամենատեսանելի կողմն է, այսբերքի, այսպես ասած, գլուխը, իսկ դրա ներքևում ավելի խորքային մեսիջներ, ուերսներ են թաքնված, որոնք խոսույթի մակարդակում որսալու պիտի գնանք 2020 թվական, 19 թվականի վերջ, 20-ի սկիզբ եւ տեսնենք ոնց է դա հրահրվել։ Մինչև ասել է Արցախ Հայաստանը եւ վերջ, իդեպ դա իր հեղինակային խոսքերը չի, մեր ազգային հերոսի խոսույթն է, եղել են, այսպես ասած, կրակի վրա յուղ լցնելու գործընթացներ, ներքին պառակտիչ բաներ եւ հետո այնտեղին տրվել է իմպուլս, գիտակցված կամ չգիտակցված, որ այդ պատերազմը հիշում ենք նաեւ կորոնայի տարիեր եւ այլն, բազմաթիվ գործոններ աշխարհի կարևոր կենտրոններում հաշվարկում են եւ փող ունեցող հարևաններին տրամադրում են այդ տեղեկատվությունը։ Սրան նախապատրաստող եզրեր են եղել։ Իր վերաբերմունքը Արցախի հանդեպ, Արցախահայության հանդեպ, որոշակի այսպես պառակտիչ բաներ։ Հիմա կդժվարանամ ինչ որ բան մեջ բերել, բայց բավական է իրենց ձայնագրությունները ցույց տալ, որոնք մինչև պատերազմը այսպես հերոսական, հաղթական, մարտական էին եւ պատերազմից հետո ոնց որ վերցնես մարդուն եւ իր թիմին 180 աստիճան շրջես։ Եվ իմիջայլոց այդ հաստատուղթը, որ ուզում են հետ կանչեն, այսինքն տանեն արխիվ, զեկույցը 44-օրյա պատերազմի հանգամանքները։ Այդ զեկույցը ով է նախաձեռնել։ Իրենք են նախաձեռնել, չէ՞։ Ինչի համար են նախաձեռնել, չէ՞ որ դա իրենց համար ամենացավոտ խնդիրը պիտի լիներ, որտեղ պարտություն տարած իշխանություններ են նախաձեռնել են, որովհետև մաքրելու բան ունեին։ Այսինքն այդ աշխատանքը արվում էր, որ հետո ինչ որ բան փոխվի, այդ զեկույցի շրջանակում, ինչպես իրենք են նշում, վարչապետը 8 թե 10 ժամ զեկույց է ներկայացրել կամ համապատասխան բարձրաստիճան ռազմական գործիչներ, պաշտոնյաներ, հրամանատարներ, այդ զեկույցը արվում էր ուրեմն որոշակի նպատակների համար ծածկադմփոցի, այսպես ասած, եւ գրում էր բացառապես աչք կապելու, աչք փակելու նպատակ։ Հիմա այսօր ասում են ժամկետը լրացել է, դրա համար լիագումար նիստի չենք կարող դնել։ Եղբայր, դուք եք այդ գործընթացը վերահսկում, եթե նա ով դա ստանձնել էր անել, այդքան կարևոր ազգային անվտանգության, պետական անվտանգության հետադարձ հայացք նետելու փաստաթուղթ եք պատրաստում, կարևոր էր։ Ոնց թե ասֆալտապատում է, ինչ է, ոնց է ժամկետ անցել, սկսենք դրանից, թույլ չտայիք, որ ժամկետ անցներ, ամբողջ ներուժը դնեիք եւ պատասխանատուներին կանչեիք, ասեիք, այդ ինչի՞ չեք հասցնում ժամկետ անցնի, հետո էլ հիմա այլ խնդիր կա, 2026-ն է առաջիկա ընտրություններն են արժևում եւ իրենց համար սա մեղմ ասած նպատակային փաստաթուղթ չէ։ Եվ գաղտնի էլ չէ, ինչպես փորձում են ներկայացնել, որտեղ եթե տալիս են արխիվ, գաղտնիության մուտքով թե ընդդիմադիր, թե իշխանական ուժերը կարող են մուտք գործել, դուրս գալ, մենք տեսնում ենք բարբերաբար պետական կառույցների մեջ էլ մարդիկ կան, որ ինֆորմացիա են հանում այս կամ այն հանգամանքների բերումով, վաճառում կամ տրամադրում հակառակորդներին, նույն կերպ էս փաստաթուղթը, այսինքն ինչն է գաղտնի։ Ուղղակի նպատակահարմար չեն համարում հիմա դա հրապարակելը եւ սա գալիս է գիտեք ինչից, դա մի խայտարակ փաստաթուղթ է իրականում։ Ես այդ գաղտնիքը բացեմ առանց ծանոթ լինելու այդ այսպես կոչված գաղտնի փաստաթղթին։ Ինչու է խայտարակ փաստաթուղթ, որովհետեւ իրենք պրոֆեսիոնալներ չեն,
մենք տեսնում ենք այսօր պրոֆեսիոնալիզմի բացակայություն ամենուր, քաղաքաշինությունից մինչև առողջապահություն, կրթություն, բանակ, եւ մեզ համար ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը չի կարող լինել այնպիսի մի ստրատեգիական վերլուծված, մեղավորն իր տեղը, հերոսն իր տեղը, հետագայում կրկնվելու դեպքում նման իրավիճակ դրա լուծումներն իր տեղը, դա պիտի մի հատ զեկույց փաթեթ լինի։ Ինչու է այսպես ստացվեց, ինչի սա չաշխատեց, զեկույցը չի փրկելու, երբ որ օրը գա, նրանք ովքեր հանցավոր էին, որ մեր այդ առյուծ տղաներ կան, երբ որ կային տարածքներ, որտեղ մենք սահմանին կռվով չենք պարտվել, այլ ասում եմ քաղաքական պարտություն է դա եղել, պիտի համապատասխան մարդիկ կանգնեն ռազմական դատարանի առաջ եւ պատասխան տան, ինչի այսպես ստացվեց։ Ինչի են ինչ որ պիտի հարվածեր չի հարվածել, ինչի է մարտական գունդը, որ պիտի այստեղ գտնվեր կամ այս հրամանը պիտի կատարվեր, չի կատարվել, հետ կանչ եւ այլն, մենք լսում ենք տարբեր խոսակցություններ, բայց իհարկե պետք է լուրջ, կարող է նաեւ անկողմնակալ ուժ, ասենք Ֆրանսիան համարում է մեզ համար կարևոր դաշնակից, ռազմավարական դաշնակից, գաղտնիքներն իրենց տեղը դնելով են ռուսական սովետական բանում կար совершенно секретно, հույժ գաղտնին մի կողմ թողնելով կարելի է բերել դրսից ռազմական էքսպերտների քաղաքական, պատմական եւ հասկանալ այդ զեկույցը մի հատ տվեք թող ստուգեն մինչեւ արխիվացնելը ինչ որ մեկը պետքա այդ փաստաթղթին գնահատական տա եթե դուք ուղարկում եք գրադարան որ այնտեղ ինչ որ հետաքրքրություն ունեցող մարդիկ միայն մուտք ունեն լրագրողներն էլ կարծես թե մուտք չեն ունենալու այդ դեպքում ով է գնահատական տալու այսինքն ամբողջությամբ ոչ պրոֆեսիոնալ թերի արված աշխատանք է ժամկետն ուշացրել են ազգային ժողովի նախագահ կո մեղավորությունն է երկրի վարչապետ կո մեղավորությունն է նա որ այդ զեկույցը պատրաստում էր ինքը եւ իր թիմը ձեր մեղավորությունն է այդքան երկրորդական էր հա որ ուշացրել եք հիմա էլ պատճառ եք բերում ուշացումը հետեւողական լինեիք ուշացված է պատրաստ իսկ ավելի կարեւոր ինչ կա Հայաստանի համար քան այն ինչ որ եղել է այդ զեկույցից ավելի կարեւոր ինչ կա ես հավատացնում եմ մինչեւ 2026-ը այս տեղը որ բացեցին այսինքն լիագումար նիստի չի դրվում տեղը դրվելու են բազմաթիվ պոպուլիստական նախագծեր նոր գզվրտոցներ ուշադրությունը շեղել իրենք հիմա նարատիվ են առաջ տանում թե մենք խաղաղության իշխանությունն ենք եւ ով ուզում է գալ լինելու է պատերազմի իշխանություն բայց այս մարդիկ մեզ դրել են կաթսայի մեջ եւ գործի հնարքն են կիրառում այսինքն դանդաղ պատերազմ երաստում են ջուրը որ մենք չհասկանանք իբրև թե պիտի չհասկանանք թե ինչ է տեղի ունենում Պարոն Կիրակոսյան, ընդհանուր առմամբ ասել, որ սեփական վախերով են կաշկանդված այս իշխանությունները, որովհետև Աջապահյանի հետ կապված ասացիք աչք են վախացրել, հիմա փորձում են զեկույցը թաքցնել, այո, ըստ երևույթին թաքցնելով նաև սեփական սխալներն ու մեղքերը։ Հիմա ընդհանուր առմամբ իրենց գործելավոճ այն մասին է, որ իրենք վախենում են, իրենց վախերի մասին մատնող գործելավոճի այդ։ Իրենք սարսափելի են վախենում են արտաքին ուժերից, սկսենք դրանից, դա իրենց մղձավանջային վախերն են, այսինքն երկու հարևան թշնամական պետությունների առաջնորդներից մղձավանջային վախերի մեջ են եւ դրան զուգահեռ ունեն վախեր մի փոքր իր աստիճանով առաջինին զիջող տեղային բնույթի այսինքն ինչ կլինի իրենց այդ այստեղ երբ ժողովուրդը հասկանա այսինքն հասկանում է արդեն բայց անցնի հստակ գործողությունների Դրա առահաստատումը մեր քաջնազար հեքիաթն է, որը մեզ համար տրված է որպես ինքնության կոդերից մեկը։ Ինչպես մի հրաշալի հայագետ է ասում, այդ պատմությունը էպոսածին է։ Քաջնազարի կերպարը մենք էպոսում ունենք Ձենով Օհանը։ Ինչ էր անում քաջնազարը, երբ վախենում էր։ Ինքը անլրջացնում էր ամեն բան։ Եթե նայենք մեր իշխանություններին, մենք կտեսնենք, որ այս ուժերի ներկայիս գործելավոճը ամեն ինչ անլրջացնելն է։ Վախեցող մարդը քթիտակ երգում է, վագրին, որից քիչ առաջ ատամներն էր կրճտացնում, վախից սարսափում դողում էր, անվանում է իր նժույգը։ Մոլլա Նասրեդինի պես որ էշից ընկնում ավրանցի ցաղում, ասում է գիտեք ինչքան էի պատրաստվել որ էշից ընկնեի ցած։ Այսինքն քաղաքականության մեջ ցավոք սրտի մանիպուլյատիվ հնարքները երևի AI-ից ավելի արագ են կատարելագործում արհեստական բանականությունից եւ իրենք հաշվել են ժողովրդի ատամները եւ զուգահեռաբար բացի իրենց վախերը
գիտեն ժողովրդի վախերը եւ կարողանում են ժողովրդին նորանոր վախեր ներարկել։ Ժողովրդի վախը ո՞րն է, պարոն Կիրակոսյան։ Ժողովրդի նորանոր վախեր են ներարկում։ Մեր ժողովրդի վախը, որ մենք հազարամյակներ անցնելով վերջապես ինքնիշխան, ինքնուրույն պետականություն ենք ձևավորել, մշտապես մնում է մեր մայր հայրենիքը Հայաստանը պահել փայփայելը։ Եվ վախն այն է, որ մի տգետի, մի ապիկարի, մի վախկոտի պատճառով կարող է կասկածի տակ դրվել մեր ամբողջ պետականությունը, որի համար մենք ցեղասպանություն ենք տեսել, դրա համար, որտեղ մենք գնում ենք ինքնության ճանապարհով, որի համար մենք հայրենական պատերազմին 600,000 հոգի մարդ ենք ուղարկել, անկախ նրա ամեն ինչից, որի համար 90-ականներ ենք տեսել, նորից ենք պատերազմել, այսինքն գոյապայքար, սեփական զավակների, մայրերի երջանկության հաշվին մենք ստեղծել ենք պետություն, աշխարհի ամենափոքր պետություններից մեկը, որը 35 տարում բոլոր նախադրյալներն ուներ եւ անօթաչու, եւ տեխնոլոգիա, եւ մարդունակ բանակ, եւ շատ մրցունակ տնտեսություն ունենալու, առնվազն չէին համարձակվի մեր հետ վարվել այնպես, ինչպես հիմա են համարձակվում, արդեն կատակով են մեզ հետ վերաբերում, քաղաքական կատակների, հումորների շարքից է մի ղեկավարությունը, թե իրենց բռնած քաղաքականությունը։ Այս վախը մենք ունենք, որովհետև մենք այդ պապերի, այդ մարտնչած, միևնույն ժամանակ դժվարություն տեսած հայրերի, պապերի, տատերի սերունդներն ենք, բայց սրանք կարողանում են ներարկել նորանոր վախեր, որոնք վերաբերում են արդեն ոչ միայն ֆիզիկական սահմաններին, այլև մեր ինքնության մյուս սյուներին։ Եթե Արարատ լեռանն են հասնում, եթե Քյուառով Մեսրոպ Մաշտոց են փոխարինում, եթե վաղը ասելու են Սասունցի Դավիթ էպոսի մեջ, Դավիթը ծնվել է Սասունում, որը Թուրքիայի վարչական տարածքի մեջ է բռնում, եկեք էպոսը ուղղակի Դավիթ տնենք անունը, Սասունցի Դավիթ էպոս մենք ոնց ունենանք, Թուրքը Բաբուրասի ձեր հերոսը ամբողջը Մուշ կա, Սասուն կա, Վան կա, չէ՞ այդ տարածքները, մեկը Վանեցու թոռա, մեկը Սասունցու թոռա, եւ վախերը, որ ներարկում են, սկսած այդ ինչ որ մեղադրել են սրբազաններին ապստամբություն, հեղաշրջում, քաղաքացիական բախումներ, տնտեսության փլուզում, որ կգան նախկիններով վախացնել, նախկիններից ոչ մեկ չի վախենում։ Չնայած նախկիններից մի վախենալու բան կա, եթե իրենք որոշել են կյանքի արդեն մայրամուտին, բոլոր 3 նախկինները, այս մեկը շուտով կդառնա նախկին, բռնել ազնվության ուղին, իրենք առնվազն պարտավոր են քաղաքականությունից դեն քաշվել։ Իրենք չեն քաշվում, որովհետև հայտարարում են, բայց միևնույն ժամանակ իրենք ասում են, եթե կլինի ընդդիմադիր ուժ, մենք իրա կողքին ենք, հարգելի նախկին ղեկավարներ, ձեր իրա կողքին լինելը իրան էլ է դարձնում նախկին ուժ։ Ես, մեր թիմը, որևէ մեկը, եթե վաղը իմանան, որ մեր կողքին կանգնած է 3 նախկին նախագահներից մեկը, միանգամից, եթե հանկարծ նման բան անի, մենք էլ ընդունենք, ասենք, հա, գիտեք ինչ, թող մեզ օգնի, որովհետև ինքը կող է քաշվում, միանգամից այդ ուժը դառնում է նախկին ուժ։ Դա համար մենք բյուրեղյա մակրությամբ ոչ մի աջակցություն շնորհապետական կուսակցության մասին է խոսքը, որևէ մեկնված ձեռք դեպի մեզ մնալու է անպատասխան, եթե այդ ուժերի կողմից է։ Ուրեմն գալով դրան, պիտի գնան մի կողմ, ոչ թե ասեն մենք կաջակցենք, դուք անցեք արժանացած կամ չարժանացած թոշակի քաղաքական թոշակի գնացեք նոր մեմուարներ գրեք, ել ավելի լավ մտածեք ձեր սխալների մասին, թող մնա դաշտը Նիկոլ Փաշինյան, քաղաքացիական պայմանագիր կուսակցություն եւ այն այլընտրանքային ուժերը, որոնց մասին ժողովուրդը հայ ազգը չի կարող ասել, որ սրանք այլընտրանք չեն կամ կապված են այն մյուսների հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։
Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մինչև ձեր գործունեությանը որպես այլընտրանքային ուժ, պարոն Կիրակոսյան, մեկ հարց, դուք ասացիք վախեր են ներշնչում իշխանությունները, բայց այս հարցում միայն իշխանություններին չեն մեղադրում, ասում են, որ ընդդիմությունը, հատկապես խորհրդարանում գտնվող ընդդիմությունը շատ լավ այս առումով համագործակցում է իշխանության հետ։ Եթե դուք էլ ունեք այդ տպավորությունը, ապա կխնդրեմ ձեր տպավորությունը ներկայացնեք, կհամաձայնեք եւ այլընտրանքային ուժերը այս պայքարում, երբ որ տանդեմը ներկա նախկիններն են, ինչպես պետք է ճեղքեն այս պատը, ինչպես պետք է իրենց այլընտրանքային բովանդակությունը կամ որն է այդ այլընտրանքային բովանդակությունը, որը պետք է հասցնեն հանրությանը եւ ստանան հանրության աջակցություն։ Շատ լավ, նախ խորհրդարանական ընդդիմության մասին ասեմ, ես կուզենայի, որ թե կուզես անգամ այս իրավիճակում մենք իսկապես լավ ընդդիմություն ունենայինք խորհրդարանում, ով որոշակի քայլերից հետո, որպես իր արդարացում մշտապես չի ունենա, որ մենք գիտեք մեծամասնություն չենք, մեր խոսքը արժեք չունի։ Իրականում այդ բարձրագույն ամբիոնի մոտից կարելի է այնպիսի գործընթացներ սկսել, այնպես տրանսֆորմացնել հանրության մտածողությունը ընկալում, այնպես ոտքի հանել ամբողջ ժողովրդին Հայաստանում, Սփյուռքում, որ ապշած մնա խորհրդարանական մեծամասնությունը։ Դրա փոխարեն այո, իրենք մեկը մեկի հետ, ֆուտբոլային տերմինաբանությամբ ասած, պասերով, կամ ժողովրդական խոսքով ասած, ինչպես աղվեսն ու պոչը, ներդաշնակ լրացնում են միմյանց։ Այսինքն թվացյալ հակամարտության ետևում մեկի քաշած օրակարգը դառնում են մյուսի օրակարգը եւս։ Այսինքն կա թելադրող եւ կա թելադրվող։ Եթե մեկը վախերից է խոսում եւ այս մյուսը չի ուզում ցույց տա ուժը, լույսը, ճանապարհը, այլ ասենք թե հերքում է այդ վախերը, միևնույն է խորհրդարանում թեման ինչը եղան վախերը։ Ես ասում եմ դա Բաքի բիսեդկայի տաղավարի մակարդակից դեռևս չաճած, հատկապես վերջին շրջանում կառույց է։ Եվ այդ կառույցում այնքան Facebook-յան, ես կուզենայի, որ որոշներ ադնակլասնիկ ունենային, որ ավելի պարզ տեսնեինք ինչ մակարդակի այդ խոսակցությունը։ Facebook-ի իրար գրառումները բարձրացնում են ազգային ժողով, մենք այդ մարդկանց վճարում ենք, ուզածդ ուսուցչից ավելի բարձր աշխատավարձ ենք տալիս խոսքով կրթությունը կարևորելով հանդերձ։ Եվ այս մարդիկ առավոտից իրիկուն մեր թանկագին ռեսուրսը, մեր նյարդերը, մեր վճարած գումարները, այդ հրաշալի շենքը օգտագործում են ինչ-որ բակային զրույցների, փողոցային զրույցների համար եւ լրացնում են իրար։
Հիմա իրենք նաև ունեն ռեսուրսներ եւ այս նախընտրական շրջանում կարող են սպասարկել իրենց այդ անբովանդակ օրակարգը։ Հիմա հարցս այն մասին է, այլընտրանքային ուժերը, ես շատ եմ լսում, որ իրենց այլընտրանքային համարող ուժերը ասում են մենք չունենք այդքան ռեսուրս։ Հիմա դուք տեսնում եք հնարավորություն ճեղքելու այս Ես այո հասկանում եմ այլընտրանքային որոշ ուժեր ինչու են ասում որ ռեսուրս չունեն բնականաբար որ դեղից ունենանք նախկինների թալանած ռեսուրսները կամ էլ ներկաների իշխանական լծակները եւ ելի այսպես ասած կոռուպցիա չկա բայց ինչ որ կա հեչ պակաս չի կոռուպցիայից իբրև թե չկա այդ ռեսուրսները չունենք Բայց մենք ունենք ավելի լուրջ ռեսուրսներ, ես նկատի ունեմ ոչ միայն Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը, այլև բոլոր այն այլընտրանքային ուժերին, ովքեր իսկապես հանդիսանում են այդպիսին, դա մաքրամաքուր ամբից հեղինակությունը իմիջն է եւ բարձրացող օրորի աճող վարկանիշը, որը իր հետևից միշտ բերում է եւ անհրաժեշտ նյութական միջոցներ, եւ մարդկային ռեսուրսներ, եւ լրատվական լծակներ, եւ մնացած ամեն ինչը։ Ուղղակի Խիստ կարևոր է, որ 2026-ին, որտեղ դրա հոտը եւս արդեն գալիս է քաղաքական դաշտից, մեր հայրենակիցները չխափնում են շատ դիտում ունեցող բլոգերներով ու կարծեմ, որ շատ դիտում ունեցող բլոգերներն էլ հիմա պիտի գան, դառնան քաղաքական գործիչներ եւ այս երկրի հարցը լուծեն։ Մեկ հստակ չափորոշիչ կա, դա պրոֆեսիոնալիզմն է եւ այդ մարդու ուղիղ ճանապարհը, որը չի հիմնվում ուրիշներին խայտարակելու, պախարակելու եւ վարկաբեկելու վրա։ Մենք սիրում ենք Միկաթիլ Մեղրի հեքիաթը եւս, այսինքն ընդդիմանում ենք, բայց բոլորիս մեջ Միկաթիլ Մեղրի այդ բանը կա էլի, ռումբը։ Եվ որտեղ տեսնում ենք մեկը մեկին հայոյում է, մեկը մեկին պախարակում է, ստորացնում է, անգամ ամենաառողջ քաղաքավարի դեբատի ժամանակ հանրային եթերում կարծես ուժեղ է դառնում կամ ազդեցիկ նա, որ դիմացինին չի թույլ տալիս որ խոսել, ինչը իրականում այդ մյուսի անտակտության մասին է վկայում։ Ուրեմն ժողովուրդը պիտի կողմնորոշվի, նախ գնալ ընտրության պարտադիր, այս մարդկանց վարկանիշն ինքան քիչ է, իրենց իսկ նկարած թվերով, որ ուղղակի են пассив, ապատիվ, այսինքն դեռևս անտարբեր մեր հանրությունը գնա մասի սարը նկարի ընտրաթերթիկների վրա, ամբողջ ընթացքը առաջիկա ընտրությունների 2026-ի շեշտակի կփոխվի, անգամ եթե որևէ մեկին չի համակրում, գնացեք ձեր սիրելի մեր սրբազան լեռը նկարեք եւ դուք կփոխեք ընտրությունների ընթացքը։ Իսկ 2026-ի չափորոշիչը պրոֆեսիոնալներ են թե ոչ, թաթախված են եղել են ամեն հետևանքները ծնած իրողությունների եւ դրա հետևում կանգնած մարդկանց գործերի մեջ թե ոչ, եւ արդյոք իրենց քաղաքական դիվիդենդները կառուցում են ուրիշներին վարկաբեկելու, փախարակելու, ստորացնելու վրա։ Իմ ամբողջ խոսքի ընթացքում անձնապես որևէ մեկին ես չվիրավորեցի, իսկ զուգահեռները բոլորը քաղաքական օրինակներ են։ Քաջ Նազարը չմոռանանք, որ թագավոր դարձավ։ Եվ այդ առումով վիրավորանք չկա, դա մեր մեծերից տրված դաս է։ Չէ, բայց խաղաղություն բերելու եք, պարոն Կիրակոսյան, այստեղ հարց է դրվում Վաշինգտոնյան համաձայնագրերը կամ հռչակագիրը, որը այս իշխանությունը ներկայացնում է որպես արդեն ձեռքբերված խաղաղություն։ Չեղարկելու են այլ ուժերը, թե ոչ։ Եթե դուք եք գալիս իշխանության, դուք ինչպես եք վարվում այս փաստաթղթի հետ։ Սկսենք նրանից, որ կա խաղաղություն, կա պարտադրված խաղաղություն եւ կա խաղաղության իմիտացիա։ Եթե խոսքը գնում է խաղաղության իմիտացիայի մասին, կամ հիմա մենք պարտադրված խաղաղության մեջ ենք ապրում արդեն 5 տարի։ Պատերազմից, Արցախի դեպքերից հետո մենք արդեն պարտադրված խաղաղության մեջ ենք ապրում։ Մեզ խաղաղության իմիտացիան փորձ է արվում ներկայացնել որպես իսկական խաղաղություն։ Բայց դա իմիտացիա է։ Իրական խաղաղությունը, որը իմիտացիա չէ, իսկական խաղաղությունը անպայման արժանացած է լինում։ Խաղաղությունը երբևէ չեն նետում մուրացկանությամբ խաղաղության աշխարհի պատմության մեջ գետ մեկ օրինակ չկա, որ որևէ ժողովուրդ, որևէ պետություն մուրացկանությամբ հասնի։ Արժանապատիվ խաղաղության ետևում միշտ կանգնած է ուժը։
Մեկի համար դա տնտեսական ուժն է, մյուսի համար դաշնակցային ուժը, այն մեկ երրորդի համար ռազմական ուժը։ Հիմա մենք տեսնում ենք խաղաղություն։ Մենք տեսնում ենք այս համաձայնագրերը Վաշինգտոն, Տրամփ, այդ ամեն ինչը։ Նախ նշեմ, որ անդառնալի գործընթացներ են արդեն տեղի ունեցել եւ հաջորդ իշխանությունը ով է լինի, որոշ աշխարհակահաղական իրողություններ պիտի հաշվի նստի։ Օրինակ, որ աշխարհը հակված է տարածաշրջանային խաղաղության, բայց այդ խաղաղությունը կարող ունենա գին, որը մեզ տանում է ստույգ ինքնակործանման դեպի անդունդը մեր պետականությունը, մեր ժողովրդին, եւ մյուս կողմից, որ տանում է իսկապես տնտեսական վարորության, անվտանգային հարցերն է տեղը դնում, մեզ դարձնում է ել ավելի ինքնիշխան, ոչ թե 2026-ի այն հաջորդ ընտրություններին արդեն հարևան պետությունների ղեկավարներն են որոշում, թե ով է լինելու Հայաստանում պետական ղեկավար։ Եվ այստեղ գիտեք ինչն է խնդիրը, որ ինչքան էլ մեզ հրամստում են իրական խաղաղություն, իրական Հայաստան, արդեն մեզ համար այդ խոսույթը շատ ծանոթ է, չէ՞։ Ես պիտի հստակ նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը ապրում է երևակայական իրական Հայաստանում։ Դա մեր պարոն Գուրգեն Սիմոնյանն է ասում, բայց եթե մի քիչ խորամուխ լինենք, շատ հստակ է այդ դիագնոզը ախտորոշումը երևակայական իրական Հայաստանում։ Իսկ որևէ պետական իշխանության հավակնող այլընտրանքային ուժ չի կարող գալ Հայաստանում իշխանության պատերազմ բերելու համար։ Պատերազմը միշտ փուլ է գալիս իշխանության գլխին։ Պատերազմին գլխով պատասխան է տալիս նախ իշխանությունը։ Հետևաբար մենք գալիս ենք, որպեսզի ամեն բան դնենք իրենց տեղը, ցույց տանք, որ կա խաղաղություն եւ կա ձևական խաղաղություն։ Այդ խաղաղությունը բերելու ենք բռունցքով, բայց պարտադիր չի պատերազմը։ Բռունցքը կամքն է եւ գործը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է Հայաստանի Շնորհապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, աստվածաբան Հայագետ Հայկ Կիրակոսյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։